Երբ ոստիկանությունը մտավ Ֆրունզիկ Մկրտչյանի բնակարան, նրանք գտան մի բան, որը 30 տարի թաքցրել էին հանրությունից։ Սառը սենյակում, անկողնու կողքին փոշոտ սեղանի վրա ընկած էր մի հին տետր, դեղին էջերով, որի վրա դերասանի դողացող ձեռքով գրված էր «Նրանք ինձ թողեցին մեռնել»։ Այդ տողերը երբեք չհրապարակվեցին։ Ո՞վ էր այդ նրանք, ում մասին խոսում էր ազգի սիրելի դերասանը իր վերջին օրերին։ Ինչու է այդ փաստաթուղթը անհետացել քննչական գործից։ Ովքեր էին շահագրգռված, որ այդ խոստովանությունը երբեք չտեսնի լույսը։ Այսօր, երբ բոլոր ականատեսները արդեն չկան, մենք վերականգնեցինք այն ճշմարտությունը, որը փորձեցին թաղել Ֆրունզիկի հետ միասին։ Եվ այն, ինչ մենք գտանք, ցնցում է նույնիսկ նրանց, ովքեր կարծում էին, թե ամեն ինչ գիտեն։ 1970-րդ թվականներին Ֆրունզիկ Մկրտչյանը չէր պատկանում իրեն։ Նա պատկանում էր բոլորին։ Երբ նա քայլում էր Երևանի փողոցներով, մարդիկ կանգ էին առնում, մոռանում էին շնչել, իսկ երեխաները փախչում էին դեպի նա ճչալով «Միմինո»։ Նրա դեմքը փակցված էր յուրաքանչյուր տան պատին, նրա ձայնը հնչում էր յուրաքանչյուր ռադիոյից, իսկ նրա անունը արտասանում էին այնպիսի սիրով, որ թվում էր նա ընտանիքի անդամ է։ Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ գին էր վճարում այդ փառքի համար մարդը, ով երեկոյան վերադառնում էր դատարկ բնակարան, որտեղ նրան չէր սպասում ոչ ոք։ Ոչ ոք չտեսավ, թե ինչպես է նա նստում խոհանոցի սեղանի առջև, ձեռքին սառած թեյի բաժակ, եւ լռում մինչև առավոտ։ Ոչ ոք չլսեց, թե ինչպես է նա խոսում դատարկության հետ, հարցնելով. «Ինչու ես ես միայնակ, երբ ողջ երկիրը ինձ սիրում է»։ Նրա առաջին մեծ հաջողությունը եկավ 1966 թվականին, երբ նա նկարահանվեց «Տղաները» ֆիլմում։ Այդ օրը նա վերադարձավ տուն գրկած սցենարը եւ ասաց իր մորը. «Մայրիկ, ես դառնալու եմ աստղ»։ Եվ նա դարձավ։ Բայց ոչ ոք նրան չնախազգուշացրեց, որ աստղերը միշտ այրվում են միայնակ։ Երբ «Միմինո» ֆիլմը դուրս եկավ 1977 թվականին, Ֆրունզիկը վերածվեց լեգենդի։ Մոսկվայի փողոցներում նրան ճանաչում էին ավելի լավ, քան Կրեմլի աշտարակները։ Նրան հրավիրում էին բանկետներ, որտեղ նստում էին նախարարներ եւ գեներալներ, բոլորը ուզում էին նրա հետ լուսանկար անել, բոլորը հծափահարում էին նրա անեկդոտներին։ Բայց երբ հյուրերը հեռանում էին, երբ լույսերը մարում էին, Ֆրունզիկը մնում էր նույն դատարկ բնակարանում, որտեղ հեռախոսը չէր զնգում եւ դուռը չէր բացվում։ Նա նստում էր պատուհանի մոտ եւ նայում էր քաղաքին, որը քնած էր, մինչդեռ նրա մեջ ինչ-որ բան մեռնում էր յուրաքանչյուր գիշեր։ Բայց ամենավախենալին այն էր, որ նրա շուրջը միշտ եղել են մարդիկ, շատ մարդիկ։ Ռեժիսորներ, ովքեր խոստանում էին նոր դերեր, պրոդյուսերներ, ովքեր խոստանում էին ոսկե լեռներ, ընկերներ, ովքեր խոստանում էին հավերժ հավատարմություն։ Եվ բոլորը ուզում էին ինչ-որ բան նրանից։ Նրա անունը, նրա դեմքը, նրա ստորագրությունը պայմանագրի տակ։ Բայց երբ Ֆրունզիկը հիվանդացավ, երբ նրա ձայնը սկսեց դողալ, երբ նրա ձեռքերը սկսեցին դողդողալ ալկոհոլից, այդ մարդիկ սկսեցին անհետանալ։ Նախ մեկը, հետո երկուսը, հետո ամբողջ խումբը։ Նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին, նրանք մոռանում էին այցելել, նրանք ունեին շատ կարևոր գործեր։ Եվ Ֆրունզիկը մնաց միայնակ, իր փառքի եւ իր ցավի հետ, որոնք այրում էին նրան միաժամանակ։ 1986 թվականին, երբ Ֆրունզիկը դեռել էր ազգի կուռքը, նրա բանկային հաշվին կային գումար-գումարներ, որոնք կարող էին ապահովել նրա ամբողջ ընտանիքը 3 սերունդների համար։ Նա ստացել էր վարձատրություն 7 մեծ ֆիլմերի համար։ Նրան վճարել էին ոսկով, հատուկ կոնցերտների համար փակ միջոցառումներում, որտեղ նա ելույթ էր ունենում կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների առջև։ Նրա բնակարանը Մոսկվայի կենտրոնում գնահատվում էր մի քանի միլիոն ռուբլով, այն ժամանակվա փողով, ինչը հավասար էր ամբողջ բնակելի թաղամասի։ Նա ուներ ավտոմեքենա Վոլգա, որը խորհրդային միությունում համարվում էր ճոխության խորհրդանիշ, եւ նա կարող էր թույլ տալ իրեն ամեն ինչ։ Բայց ինչու, երբ նա մեռավ 1989 թվականին, նրա հաշիվներում չկար գրեթե ոչինչ։ Ինչու նրա ընտանիքը չգտավ ոչ մի փաստաթուղթ, որը կհաստատեր նրա ունեցվածքը։ Ուր անհետացան այդ միլիոնները, որոնք նա վաստակել էր իր արյունով եւ հոգով։ Կային մարդիկ, ովքեր գիտեին պատասխանը, բայց նրանք լռում էին։ Նրանցից մեկը, Ֆրունզիկի երկարամյա մենեջերը, մարդ, ում նա վստահում էր ավելի, քան իր եղբորը, անհետացավ երկրից հենց Ֆրունզիկի մահից հետո։ Նա վերցրեց իր ընտանիքը եւ գնաց Իսրայել, առանց բացատրությունների, առանց հրաժեշտի։ Երբ լրագրողները փորձեցին գտնել նրան, պարզվեց, որ նա փոխել է անունը եւ ապրում է այնպիսի փակ համայնքում, որտեղ ոչ ոք չի կարող նրան հասնել։ Ինչու էր նա փախչում։ Ինչ էր նա թաքցնում։ Եվ ինչու, երբ նրան հարցրեցին Ֆրունզիկի մասին, նա պարզապես ասաց. «Ես ոչինչ չգիտեմ» եւ փակեց դուռը։ Կար նաեւ մեկ ուրիշ մարդ,
Կին, ում անունը Ֆրունզիկը երբեք չհիշատակեց հրապարակայնորեն, բայց ով միշտ էր նրա կողքին վերջին տարիներին։ Նրան կոչում էին Ֆրունզիկի հովանավորը, բայց ոչ ոք չգիտեր, թե ով է նա իրականում։ Նա չէր հայտնվում լուսանկարներում, նա չէր գալիս պրեմիերաներ, բայց նա ուներ բանալին Ֆրունզիկի բնակարանի դռանը։ Նա ուներ իրավունք ստորագրել նրա անունից պայմանագրեր, եւ նա էր, ով վերահսկում էր նրա ֆինանսները։ Երբ Ֆրունզիկը մեռավ, այդ կինը եկավ թաղմանը, սև զգեստով եւ սև ակնոցներով, լաց էր լինում ավելի բարձր, քան բոլորը, եւ հետո անհետացավ։ Երբ ընտանիքը փորձեց գտնել նրան, պարզվեց, որ նրա անունով գրանցված ոչ մի փաստաթուղթ չկա։ Նա էր ուրվական։ Բայց նրա ստորագրությունը կար բոլոր այն պայմանագրերի տակ, որոնցով Ֆրունզիկի գումարները փոխանցվել էին անհայտ հաշիվներ։ Ով էր այդ կինը։ Ինչպես նա ներթափանցեց Ֆրունզիկի կյանք։ Եվ ինչու նա անհետացավ հենց այն պահին, երբ ամեն ինչ պետք է բացահայտվեր։ Բայց ամենավախենալին դեռ առաջ էր։ Երբ Ֆրունզիկի եղբայրը սկսեց փնտրել փաստաթղթեր, նա գտավ մի բան, որը սառեցրեց նրա արյունը։ Դա էր պայմանագիր, որը Ֆրունզիկը ստորագրել էր 1982 թվականին մի անհայտ ֆիրմայի հետ։ Այդ պայմանագրով Ֆրունզիկը փոխանցում էր իր բոլոր եկամուտները այդ ֆիրմային հաջորդ 10 տարիների համար։ Դրա դիմաց նա ստանում էր ամսական պարգև 1000 ռուբլի, ինչը համարժեք էր սովորական ինժեների աշխատավարձին։ Ինչու էր Ֆրունզիկը ստորագրել այդպիսի ստրկական պայմանագիր։ Ով էր ստիպել նրան դա անել։ Եվ ամենակարևորը, ուր էին գնում այդ միլիոնները, որոնք նա վաստակում էր իր արյունով։ Այդ պայմանագրի տակ կար ստորագրություն, բայց անունը չէր կարդացվում։ Դա էր մեկ այլ խորհուրդ, որը թաքցրել էին 30 տարի։ Եվ երբ եղբայրը փորձեց գտնել այդ ֆիրման, պարզվեց, որ այն լուծարվել է հենց Ֆրունզիկի մահից մեկ շաբաթ անց։ Բոլոր փաստաթղթերը այրվել էին, բոլոր հաշիվները փակվել էին, եւ բոլոր մարդիկ, ովքեր աշխատել էին այնտեղ, անհետացել էին։ Դա չէր պատահականություն։ Դա էր պլան։ Պլան, որը մշակվել էր տարիներ առաջ, եւ որի նպատակը մեկն էր՝ թալանել Ֆրունզիկ Մկրտչյանին, մինչդեռ նա դեռ կենդանի էր, եւ հետո ջնջել բոլոր հետքերը։ Բայց ով կարող էր մշակել այդպիսի պլան։ Ով ուներ այնքան իշխանություն, որ կարողանար փակել բոլոր փաստաթղթերը, լռեցնել բոլոր ականատեսներին եւ անհետացնել միլիոնները։ Պատասխանը կար, բայց այն այնքան սարսափելի էր, որ նույնիսկ Ֆրունզիկի ընտանիքը վախենում էր խոսել բարձր, որովհետեւ այդ մարդը դեռ կենդանի էր, եւ նա դեռ ուներ իշխանություն, եւ նա դեռ կարող էր ոչնչացնել յուրաքանչյուրին, ով համարձակվեր բացել բերանը։ 1984 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը նստած էր իր բնակարանում եւ լացում էր։ Նա նոր էր վերադարձել նկարահանումներից, որտեղ ռեժիսորը գոռաց էր նրա վրա, որովհետև նա չէր կարողանում հիշել տեքստը։ Նա խմել էր, որպեսզի դադարեցնի դողը, բայց դա միայն վատացրել էր իրավիճակը։ Նրա ձեռքերը դողում էին այնքան, որ նա չէր կարողանում բռնել բաժակը։ Նրա ձայնը կոտրվում էր, երբ նա փորձում էր խոսել։ Եվ նրա աչքերում այնպիսի ցավ կար, որ նույնիսկ օպերատորը չէր կարողանում նայել նրան։ Բայց ամենավատը չէր դա։ Ամենավատը այն էր, որ նա գիտեր, ինչու է այս ամենը տեղի ունենում։ Նա գիտեր, որ նրան թունավորում են, դանդաղ, մեթոդիկ, օրեցօր։ Եվ նա գիտեր, թե ով է դա անում։ Այդ օրը նրա մոտ եկավ մի մարդ, ում նա ճանաչում էր տարիներ շարունակ, մարդ, ում նա համարում էր ընկեր։ Այդ մարդը բերեց շիշ կոնյակ եւ ասաց. «Ֆրունզիկ, դու շատ ես մտածում, խմիր, հանգստացիր»։ Եվ Ֆրունզիկը խմեց։ Նա միշտ խմում էր, երբ այդ մարդը գալիս էր, բայց այդ անգամ, երբ նա խմեց, նա զգաց ինչ-որ տարօրինակ համ, մետաղական, դառը համ, որը մնաց նրա լեզվի վրա։ Նա նայեց այդ մարդուն եւ տեսավ նրա աչքերում ինչ-որ բան, ինչը սառեցրեց նրա սիրտը։ Դա չէր ընկերություն, դա էր սառը, հաշվարկված ատելություն։ Եվ այդ պահին Ֆրունզիկը հասկացավ ամեն ինչ։ Նա վեր թռավ աթոռից եւ գոռաց. «Դու ինձ թունավորում ես։ Դու ես դա անում բոլոր այս տարիները»։ Այդ մարդը չպատասխանեց, նա պարզապես ժպտաց, այնպիսի ժպիտով, որը ավելի սարսափելի էր, քան ցանկացած սպառնալիք։ Եվ հետո նա ասաց. «Ֆրունզիկ, դու շատ բան գիտես, եւ դա վտանգավոր է»։ Հետո նա դուրս եկավ, փակեց դուռը, եւ Ֆրունզիկը մնաց միայնակ իր սարսափի հետ։ Նա փորձեց զանգահարել ոստիկանություն, բայց հեռախոսը չէր աշխատում։ Նա փորձեց դուրս գալ, բայց դուռը կողպված էր դրսից, եւ նա հասկացավ, որ նա ծուղակի մեջ է։ Ծուղակ, որը նրա համար պատրաստել էին տարիներ առաջ, եւ որից նա երբեք չէր կարող փախչել։ Բայց ով էր այդ մարդը։ Ինչու էր նա ուզում սպանել Ֆրունզիկին։ Եվ ինչ էր այն շատ բանը, որ Ֆրունզիկը գիտեր եւ որը այնքան վտանգավոր էր։ Պատասխանները թաքնված էին այն տետրում, որը գտան նրա բնակարանում, բայց այդ տետրի մեծ մասը պատռված էր։ Մնացել էին միայն մի քանի էջեր, որոնց վրա Ֆրունզիկը գրել էր անուններ։ 5 անուն։
5 մարդ, ովքեր ըստ նրա մասնակցել էին նրա ոչնչացմանը։ Բայց երբ ոստիկանությունը փորձեց գտնել այդ մարդկանց, պարզվեց, որ նրանցից 3-ը արդեն մեռած էին։ Մեկը ավտովթարից, մյուսը սրտի կաթվածից, երրորդը ինքնասպանությունից։ Մնացել էին միայն 2-ը։ Եվ նրանք լռում էին։ Մեկը նրանցից էր բարձրաստիճան պաշտոնյա, ով աշխատում էր մշակույթի նախարարությունում։ նա էր, ով ստորագրում էր բոլոր պայմանագրերը, որոնցով Ֆրունզիկը ստանում էր դերեր։ Նա էր, ով որոշում էր, թե ով կնկարահանվի եւ ով ոչ։ Եվ նա էր, ով ուներ իշխանություն կործանել ցանկացած կարիերա մեկ հեռախոսազանգով։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել նրան Ֆրունզիկի մասին, նա ասաց. Ֆրունզիկը հիանալի դերասան էր, բայց նա ուներ անձնական խնդիրներ։ Մենք փորձեցինք օգնել, բայց նա չընդունեց մեր օգնությունը։ Դա էր պաշտոնական տարբերակը, բայց ճշմարտությունը շատ ավելի մութ էր։ Երկրորդ մարդը էր կին, այն նույն հովանավորը, ով անհետացել էր Ֆրունզիկի մահից հետո։ Բայց հիմա 30 տարի անց մենք գտանք նրան։ Նա ապրում է փոքրիկ քաղաքում, փոխված անունով, եւ նա համաձայնեց խոսել առաջին անգամ 30 տարվա ընթացքում։ Այն, ինչ նա պատմեց, փոխեց ամեն ինչ, ինչ մենք գիտեինք Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։ Նա ասաց. Ֆրունզիկը չմեռավ ալկոհոլից։ Նրան սպանեցին, որովհետև նա պատրաստվում էր խոսել։ Նա պատրաստվում էր բացահայտել այն, ինչ տեսել էր եւ լսել էր տարիների ընթացքում։ Եվ կային մարդիկ, ովքեր չէին կարող թույլ տալ դա։ Բայց ինչ էր տեսել Ֆրունզիկը։ Ինչ էր այն գաղտնիքը, որը նա ուզում էր բացահայտել։ Եվ ինչու այդ գաղտնիքը այնքան վտանգավոր էր, որ նրա համար պետք էր սպանել մարդուն, ում սիրում էր ամբողջ երկիրը։ Պատասխանները սկսում են բացահայտվել, եւ դրանք ավելի սարսափելի են, քան ցանկացած սցենար, որը Ֆրունզիկը երբևէ խաղացել է էկրանին։ 1985 թվականին Մոսկվայի Սանդունովսկիե բաղնիքների 5-րդ համարի սենյակում հավաքվեցին 5 մարդիկ։ Մշակույթի նախարարի տեղակալը, Մոսֆիլմի գլխավոր ֆինանսական տնօրենը, մի մարդ, ում անունը երբեք չհիշատակվում էր բարձր, բայց ում մատը կար յուրաքանչյուր մեծ գործարքի մեջ, եւ Ֆրունզիկ Մկրտչյանը։ Այնտեղ շոքու եւ օղու միջև, ոչ թե գրասենյակներում, որոշվում էր, թե ով կմեկնի Եվրատեսիլ եւ ով կգտնվի բանտում։ Մենք գտանք ցուցակը այդ ճակատագրական հանդիպման մասնակիցների, որը 30 տարի թաքնված էր մի հին սեյֆում։ Այդ ցուցակում Ֆրունզիկի անունը ընդգծված էր կարմիր մատիտով 2 անգամ։ Ինչու 2 անգամ։ Եվ ինչու է այդ ցուցակի վերջին էջում գրված մեկ նախադասություն, որը սառեցնում է արյունը։ Խնդիրը պետք է լուծվի մինչև ձմեռ։ Որ խնդիրը։ Եվ ինչպես էին նրանք պատրաստվում լուծել այն։ Այդ հանդիպումից հետո Ֆրունզիկի կյանքը փոխվեց ամբողջովին։ Նա սկսեց ստանալ տարօրինակ հեռախոսազանգեր։ Կեսգիշերին, երբ մարդը մյուս ծայրում պարզապես լռում էր, շնչում էր հեռախոսի մեջ եւ հետո անջատում էր։ Նրա փոստարկղում սկսեցին հայտնվել նամակներ, առանց ուղարկողի հասցեի, որոնց մեջ կային միայն լուսանկարներ։ Լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս Ֆրունզիկին այնպիսի վիճակում, որը նա երբեք չէր ցանկանա որ տեսնեն։ Լուսանկարներ այն գիշերներից, երբ նա կորցրել էր վերահսկողությունը, երբ նա խմել էր այնքան, որ չէր հիշում, թե ինչ է արել։ Ով էր նկարել այդ լուսանկարները։ Ինչու էին դրանք ուղարկում հենց հիմա։ Եվ ամենակարևորը, ինչ էին ուզում նրանից դրա դիմաց։ Պատասխանը եկավ 1 ամիս անց։ Ֆրունզիկի մոտ եկավ մի մարդ կոստյումով, որի արժեքը հավասար էր 3 միջին աշխատավարձի, եւ նա դրեց սեղանի վրա թանձր ծրար։ Սա նոր պայմանագիր է, ասաց նա։ Դու պետք է ստորագրես այն, եթե ուզում ես, որ այդ լուսանկարները երբեք չտեսնեն լույսը։ Ֆրունզիկը բացեց ծրարը դողացող ձեռքերով եւ կարդաց։ Այն, ինչ նա տեսավ, ավելի վատ էր, քան ցանկացած սպառնալիք։ Այդ պայմանագրով նա փոխանցում էր իր բոլոր ապագա եկամուտները, իր բնակարանը, նույնիսկ իր անվան իրավունքը մի ընկերության, որի անունը նա երբեք չէր լսել։ Դրա դիմաց նա ստանում էր ամսական պարգև 150 ռուբլի, ինչը բավական էր միայն հացի եւ ջրի համար։ Եթե չստորագրես, շարունակեց այդ մարդը, այդ լուսանկարները կհայտնվեն յուրաքանչյուր թերթում, եւ դու կդառնաս ոչ թե ազգային հերոս, այլ ամոթի խորհրդանիշ։ Ֆրունզիկը նայեց այդ մարդուն եւ տեսավ նրա աչքերում սառը հաշվարկված վստահություն։ Այդ մարդը գիտեր, որ Ֆրունզիկը ստորագրելու է։ Նա գիտեր, որ Ֆրունզիկը չուներ այլ ընտրություն, եւ Ֆրունզիկը ստորագրեց։ Նա վերցրեց գրիչը, որը զգացվում էր ծանր, ինչպես սառնարան, եւ դրեց իր ստորագրությունը այն փաստաթղթի տակ, որը վերածեց նրան ստրուկի։ Երբ այդ մարդը հեռացավ, Ֆրունզիկը նստեց հատակին եւ լաց եղավ։ Նա լաց էր լինում ոչ թե իր կորցրած փողի համար, ոչ թե իր կորցրած բնակարանի համար։ Նա լաց էր լինում, որովհետև հասկացավ, որ նա կորցրել է իրեն։ Նա այլևս չէր պատկանում իրեն, նա պատկանում էր նրանց։ Եվ նրանք երբեք չէին թողնելու նրան ազատ։ Բայց ով էին նրանք։
Ով էր այդ ընկերությունը, որը հիմա տիրապետում էր Ֆրունզիկի կյանքին։ Մենք փորձեցինք գտնել այդ ընկերության փաստաթղթերը, եւ այն, ինչ մենք գտանք, ցնցեց նույնիսկ փորձարո հետաքննիչներին։ Այդ ընկերությունը գրանցված է Շվեյցարիայում, բայց նրա իրական սեփականատերերը թաքնված էին տասնյակ միջնորդ ֆիրմաների հետևում։ Երբ մենք հետևեցինք փողի հետքին, մենք հասանք մի անունի, որը բացատրում է ամեն ինչ։ Բայց այդ անունը մենք չենք կարող հրապարակել, որովհետև այդ մարդու ժառանգները դեռ ապրում են, եւ նրանք ունեն բավական իշխանություն, որպիսի ոչնչացնեն յուրաքանչյուրին, ով համարձակվի խոսել։ Բայց մենք կարող ենք ասել սա. այդ մարդը չէր պարզապես բիզնեսմեն։ Նա էր մարդ, ով ուներ կապեր ամենաբարձր մակարդակներում, ով կարող էր մեկ հեռախոսազանգով փակել ցանկացած գործ, եւ ով համարում էր մարդկանց ոչ թե անհատներ, այլ ակտիվներ, որոնք կարելի է գնել եւ վաճառել։ 1986 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանը դարձավ ուրվական իր սեփական կյանքում։ Նա դեռ էլ հայտնվում էր էկրանին, դեռ էլ երգում էր իր երգերը, բայց նրա աչքերում այլևս չկար այն կրակը, որը մի ժամանակ այրում էր։ Մարդիկ սկսեցին նկատել, որ ինչ-որ բան փոխվել է։ Նրա ձայնը դարձել էր ավելի թույլ, նրա շարժումները ավելի դանդաղ, նրա ժպիտը ավելի ստեղծական։ Բայց ամենավատը այն էր, որ նա սկսեց խմել։ Ոչ թե այնպես, ինչպես խմում էին բոլորը, տոների ժամանակ, ընկերների հետ։ Նա խմում էր միայնակ, խմում էր մինչև կորցնել գիտակցությունը, խմում էր, որպիսի մոռանա այն սարսափը, որը ապրում էր յուրաքանչյուր օր։ Նրա ընկերները փորձեցին օգնել, բայց նա մերժեց նրանց։ Նա ասաց. «Դուք չեք կարող հասկանալ, դուք չգիտեք, թե ինչի մեջ եմ ես»։ Եվ նա շարունակեց խմել, շարունակեց ինքնաոչնչացվել, մինչև այն օրը, երբ նրա մարմինը չդիմացավ։ Բայց կար մեկը, ով տեսավ ճշմարտությունը։ Նրա անունը Արմեն էր, եւ նա աշխատում էր որպես Ֆրունզիկի անձնական վարորդ վերջին 2 տարիների ընթացքում։ Նա էր, ով տեսավ Ֆրունզիկին առանց դիմակի, տեսավ նրան այն պահերին, երբ նա կարծում էր, որ ոչ ոք չի նայում։ Արմենը պահպանեց լռություն 30 տարի, բայց հիմա, երբ նա ինքը մահամերձ է, նա որոշեց խոսել։ Ֆրունզիկը վախենում էր, ասաց նա մեզ։ Նա վախենում էր ամեն ինչից։ Նա վախենում էր մութից, վախենում էր լռությունից, վախենում էր մարդկանցից։ Բայց ամենաշատը նա վախենում էր մի մարդուց, ում անունը նա երբեք չասաց բարձր։ Երբ այդ մարդը զանգահարում էր, Ֆրունզիկը սկսում էր դողալ։ Երբ այդ մարդը գալիս էր, Ֆրունզիկը դառնում էր սպիտակ ինչպես թերթը։ Եվ երբ այդ մարդը հեռանում էր, Ֆրունզիկը խմում էր մինչև կորցնել գիտակցությունը։ Արմենը պատմեց մեզ մի դեպք, որը տեղի ունեցավ 1987 թվականի աշնանը։ Ֆրունզիկը պետք է ելույթ ունենար մի փակ միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արմենը տարավ նրան այնտեղ, եւ նրանք սպասում էին մեքենայում, մինչև Ֆրունզիկի հերթը գար։ Հանկարծ մեքենայի դուռը բացվեց, եւ ներս նստեց մի մարդ։ Արմենը չտեսավ նրա դեմքը, որովհետև նա նստած էր հետևի նստատեղում, բայց նա լսեց նրա ձայնը։ Այդ ձայնը սառ էր, հարթ, առանց որևէ հույզի։ «Ֆրունզիկ», ասաց նա, «դու պետք է հիշես, թե ով ես դու։ Դու ես մեր արարածը։ Մենք քեզ ստեղծեցինք, եւ մենք կարող ենք քեզ ոչնչացնել։ Այսօր երեկո դու կերքես, կծիծաղես եւ կլինես այն Ֆրունզիկը, ում սիրում են մարդիկ։ Եթե դու փորձես ինչ-որ բան ասել, ինչ-որ բան բացահայտել, մենք կիմանանք։ Եվ դու գիտես, թե ինչ կլինի հետո»։ Ֆրունզիկը չպատասխանեց։ Նա պարզապես նստած էր եւ դողում էր։ Արմենը տեսավ հետևից նայող հայելու միջոցով, թե ինչպես են արցունքներ հոսում Ֆրունզիկի դեմքով, բայց նա չէր արձակում ոչ մի ձայն։ Այդ մարդը մնաց մեքենայում ընդամենը 2 րոպե, բայց այդ 2 րոպեն բավական էին, որպիսի կոտրեն Ֆրունզիկին ամբողջովին։ Երբ նա դուրս եկավ, Ֆրունզիկը նստեց դեռ 10 րոպե, անշարժ լռելիայն։ Հետո նա դուրս եկավ մեքենայից, գնաց դեպի շենքը եւ 3 ժամ անց նա վերադարձավ, ժպտացող, ծափահարող, երջանիկ։ Բայց Արմենը տեսավ նրա աչքերը, եւ այդ աչքերում չկար կյանք։ Դրանք էին մեռած մարդու աչքերը, ով դեռ շարունակում էր շնչել։ Ո՞վ էր այդ մարդը մեքենայում։ Արմենը երբեք չտեսավ նրա դեմքը, բայց նա հիշում է նրա ձայնը։ Եվ երբ մենք ցույց տվինք նրան հին տեսանյութեր տարբեր պաշտոնյաների ելույթներից, նա ճանաչեց այդ ձայնը անմիջապես։ Այդ մարդը չէր պարզապես պաշտոնյա։ Նա էր մարդ, ով վերահսկում էր ամբողջ խորհրդային կինոարդյունաբերությունը, ով որոշում էր, թե ով կստանա դեր եւ ով ոչ, կդառնա աստղ եւ ով կանհետանա։ Եվ նա էր մարդ, ով ուներ համբավ, որպես անողորմ, սառը եւ բացարձակապես անբարոյական։ Նրա մասին շշնջում էին, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել բարձր, որովհետև բոլորը գիտեին ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր համարձակվում են դիմադրել նրան։ Բայց ինչու էր այդ մարդը այդքան հետաքրքրված Ֆրունզիկով։
Ինչու էր նա ծախսում այդքան ժամանակ եւ ռեսուրսներ, որպեսզի վերահսկի մի դերասանի, որը արդեն իսկ կոտրված էր։ Պատասխանը կայանում է նրանում, թե ինչ գիտեր Ֆրունզիկը, որովհետեւ Ֆրունզիկը չէր պարզապես դերասան։ Նա էր մարդ, ով տարիներ շարունակ ներկա էր եղել այնպիսի հանդիպումների, որտեղ քննարկվում էին այնպիսի բաներ, որոնք երբեք չպետք է լսեր հրապարակայնությունը։ Նա տեսել էր, թե ինչպես են բաժանվում միլիոնները, տեսել էր, թե ինչպես են կնքվում գործարքները, տեսել էր, թե ինչպես են մեզ են մարդիկ վաճառվում եւ գնվում, ինչպես ապրանքները շուկայում։ Եվ նա տեսել էր դեմսքերը, նա գիտեր անունները, եւ դա դարձրեց նրան ամենավտանգավոր մարդը այդ մարդկանց համար։ 1988 թվականի ձմռանը Ֆրունզիկ Մկրտչյանը կատարեց իր վերջին հանրային ելույթը։ Դա էր փոքրիկ համերգ մի տեղական ակումբում, որտեղ ներկա էին ընդամենը 50 մարդ։ Նրանք, ովքեր այնտեղ էին, հիշում են, որ Ֆրունզիկը երգեց իր հին երգերը, բայց նրա ձայնը այլևս չուներ այն ուժը, որը մի ժամանակ ունեցել էր։ Նա դողում էր, նա մոռանում էր բառերը, եւ մի քանի անգամ նա պետք է կանգ առներ, որպեսզի հավաքվի։ Համերգից հետո նա նստեց գրիմասենյակում եւ լաց եղավ։ Մի կին, ով աշխատում էր այնտեղ որպես հավաքարար, մտավ ներս եւ տեսավ նրան։ Նա ասաց, որ Ֆրունզիկը նայում էր հայելուն եւ խոսում էր իր հետ։ Ես այլևս ես չեմ, ասում էր նա։ Ես դարձել եմ ուրիշ մեկը։ Ես դարձել եմ նրանց արարել եմ նրանց արարածը, եւ ես չգիտեմ, թե ինչպես վերադառնալ։ Այդ կինը փորձեց խոսել նրա հետ, բայց Ֆրունզիկը չէր լսում։ Նա պարզապես շարունակեց նայել հայելուն, շարունակեց խոսել իր հետ, մինչև որ վերջապես վեր կացավ եւ դուրս եկավ։ Դա էր վերջին անգամը, երբ ինչ-որ մեկը տեսավ Ֆրունզիկ Մկրտչյանին կենթանի եւ գիտակցող։ 2 օր անց նրան գտան իր բնակարանում, անգիտակից վիճակում։ Նրան տարան հիվանդանոց, բայց արդեն ուշ էր։ Նրա օրգանիզմը չդիմացավ տարիների ընթացքում կուտակված թույների, ալկոհոլի եւ սթրեսի։ Նա մեռավ 3 օր անց, առանց գիտակցություն վերադառնալու, առանց վերջին խոսքեր ասելու, առանց հրաժեշտ տալու այն մարդկանց, ովքեր նրան սիրում էին։ Բայց ամենասարսափելին այն էր, որ նրա մահվան օրը, երբ նա դեռ ագոնիայի մեջ էր, նրա բնակարան եկավ մի մարդ։ Հարևանները տեսան նրան, բայց ոչ ոք չկանգնեցրեց, որովհետև նա ցույց տվեց փաստաթուղթ, որը ասում էր, որ նա իրավունք ունի մտնել։ Այդ մարդը մնաց բնակարանում 3 ժամ։ Երբ նա դուրս եկավ, նա տանում էր 2 մեծ պայուսակ։ Ինչ-որ մեկը հարցրեց նրան, թե ինչ է տանում, եւ նա պատասխանեց. անձնական իրեր, որոնք պետք է պահպանվեն։ Բայց երբ Ֆրունզիկի ընտանիքը եկավ բնակարան մահից հետո, նրանք չգտան ոչ մի անձնական իր, ոչ նամակներ, ոչ օրագրեր, ոչ լուսանկարներ։ Ամեն ինչ անհետացել էր։ Ինչպես թե Ֆրունզիկ Մկրտչյանը երբեք չէր ապրել այնտեղ։ Ով էր այդ մարդը։ Ինչ էր նա տարել այդ պայուսակներում, եւ ինչու էր այդքան կարևոր ջնջել Ֆրունզիկի անձնական պատմությունը։ Մենք փորձեցինք գտնել այդ մարդուն, բայց նա անհետացել էր, ինչպես ծուխը։ Բայց մենք գտանք ինչ-որ մեկին, ով տեսավ, թե ինչ կար այդ պայուսակներում։ Դա էր Ֆրունզիկի հարևանուհին, տարեց կին, ով այդ օրը պատահաբար էր բացել իր դուռը, երբ այդ մարդը դուրս էր գալիս։ Նա տեսավ, որ պայուսակներից մեկը բաց էր, եւ նրա մեջ կային տետրեր, տասնյակ տետրեր, Ֆրունզիկի ձեռագրով։ Ես տեսա մի էջ, ասաց նա մեզ։ Այնտեղ գրված էր անուններ, շատ անուններ, յուրաքանչյուր անվան կողքին գումարներ, մեծ գումարներ, եւ վերևումն էր, եւ վերևում գրված էր. ովքեր ինձ դավաճանեցին։ Այդ տետրերը երբեք չգտնվեցին։ Դրանք անհետացան, ինչպես անհետացան բոլոր ապացույցները, որոնք կարող էին բացահայտել ճշմարտությունը Ֆրունզիկ Մկրտչյանի մահվան մասին։ Բայց մենք չենք հանձնվում։ Մենք շարունակում ենք փնտրել, շարունակում ենք հարցնել, շարունակում ենք փորել։ Եվ յուրաքանչյուր նոր փաստ, որը մենք գտնում ենք, մեզ մոտեցնում է ճշմարտությանը։ Ճշմարտության այն մասին, թե ինչպես է մի ամբողջ համակարգ միավորվել, որպիսի ոչնչացնի մի մարդու, ով համարձակվեց տեսնել չափից ավելի շատ, գիտենալ չափից ավելի շատ, եւ ով պատրաստվում էր խոսել։ Բայց նախքան մենք հասնենք այդ ճշմարտությանը, մենք պետք է հասկանանք, թե ինչ էր Ֆրունզիկի կյանքը վերջին ամիսներին, երբ նա գիտեր, որ մահը մոտենում է, բայց չէր կարող ոչինչ անել դրա դեմ։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչ է զգում մարդը, երբ գիտի, որ նրան դանդաղ սպանում են, բայց ոչ ոք չի հավատում նրան։ Երբ նա աղաղակում է օգնության համար, բայց բոլորը կարծում են, որ նա պարզապես խմած է։ Երբ նա փորձում է պատմել ճշմարտությունը, բայց նրան անվանում են խելագար։ Դա էր Ֆրունզիկ Մկրտչյանի վերջին ամիսները։ Եվ այն, ինչ մենք պատրաստվում ենք ձեզ պատմել, ցույց կտա, որ նրա վախերը չէին պարանոյա։ Դրանք էին իրականություն։ Սարսափելի, դաժան իրականություն, որը սպանեց նրան ավելի արդյունավետ, քան ցանկացած զենք։ 1988 թվականի փետրվարին Երևանի կենտրոնական հիվանդանոցի 6-րդ հարկի մորգում աշխատող բուժքույրը խախտեց լռության երդումը 40 տարի անց։
Նա այժմ 86 տարեկան է, եւ նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին տետրը, որտեղ գրանցված էին բոլոր այն դեղամիջոցները, որոնք ներարկվել էին Ֆրունզիկ Մկրտչյանին նրա վերջին օրերին։ «Տեսեք այստեղ», ասում է նա, մատնանշելով մի տող, որը գրված է կարմիր մելանով։ Այս դեղամիջոցը չէր նշանակված բժշկի կողմից։ Ես գիտեի դա, որովհետև ես ինքս էի պատրաստում բոլոր ներարկումները։ Բայց մի օր, երբ ես վերադարձա հերթափոխությունից, տեսա, որ Ֆրունզիկի կողքին դատարկ ամպուլներ կային, այնպիսի դեղամիջոցներից, որոնք ես երբեք չէի տեսել մեր հիվանդանոցում։ Երբ հարցրի գլխավոր բժշկին, նա ասաց ինձ լռել եւ մոռանալ այն, ինչ տեսել եմ, եթե ուզում եմ պահպանել իմ աշխատանքը եւ իմ կյանքը։ Ով էր մտնում այդ պալատ գիշերները, երբ բոլոր ականատեսները հեռացվում էին։ Ինչ էին այդ անհայտ նյութերը, որոնք ներարկվում էին ազգի սիրելի դերասանին։ Եվ ինչու բժիշկները, ովքեր պարտավոր էին փրկել կյանքներ, լռում էին, երբ տեսնում էին, որ նրանց հիվանդին դանդաղ թունավորում են նրանց աչքի առաջ։ Այդ բուժքույրը պահպանել է ավելին, քան պարզապես հիշողություններ։ Նա թաքցրել է մի փոքրիկ ապակե շիշ, որը գտել է Ֆրունզիկի անկողնու տակ, մահից 2 օր առաջ։ Այդ շիշը դատարկ էր, բայց դրա պիտակի վրա կար անուն, որը նա չէր ճանաչում։ Նա տարավ այն տուն եւ պահեց այն իր սառնարանում 40 տարի, վախենալով, որ եթե ինչ-որ մեկը իմանա, նա կվտանգի իր ընտանիքը։ Բայց հիմա, երբ նրա զավակները մեծացել են, երբ նրա ամուսինը մեռել է, եւ երբ նա ինքը գիտի, որ շատ ժամանակ չունի, նա որոշեց տալ այդ շիշը մեզ։ Մենք ուղարկեցինք այն լաբորատորիա, եւ այն, ինչ գտան, հաստատեց մեր ամենավատ կասկածները։ Այդ շշի ներսում, չնայած 40 տարիների, դեռ կային հետքեր մի նյութի, որը Խորհրդային Միությունում օգտագործվում էր միայն հատուկ ծառայությունների կողմից, այնպիսի գործողությունների համար, որոնք պետք է թողնեին բնական մահվան տպավորություն։ Այս նյութը դանդաղ ոչնչացնում էր լյարդը, երիկամները, սիրտը, բայց այնպես, որ ոչ մի ստանդարտ թեստ չէր կարող հայտնաբերել այն։ Բժիշկները կտեսնեին միայն օրգանների անկում, կախարդեին ալկոհոլիզմը, եւ ոչ ոք երբեք չէր կասկածի, որ դա սպանություն է։ Բայց ով ուներ հասանելիություն այդպիսի նյութերի։ Ով կարող էր մտնել հիվանդանոց, անցնելով բոլոր պահակներից, բոլոր բրբուժքույրերից, բոլոր բժիշկներից եւ նրա ներարկել մահացու դեղամիջոց մարդուն, ով պառկած էր անօգնական վիճակում։ Պատասխանը մեզ տվեց մեկ այլ մարդ, ով այդ օրերին աշխատում էր հիվանդանոցի անվտանգության ծառայությունում։ Նա հիշում է, որ 1988 թվականի փետրվարի 12-ին ուշ երեկոյան հիվանդանոց եկավ մի մարդ, սև Վոլգա մեքենայով, որը կանգ առավ ուղիղ գլխավոր մուտքի դիմաց, այնտեղ, որտեղ կանգնելն արգելված էր։ Այդ մարդը ցույց տվեց փաստաթուղթ, որը պահակը չկարողացավ կարդալ, որովհետև այն կարմիր կնիկներով էր, եւ պահակը միայն տեսավ հատուկ լիազորություն բառերը։ Այդ մարդը բարձրացավ 6-րդ հարկ, մնաց այնտեղ 20 րոպե եւ հետո հեռացավ։ Հաջորդ առավոտ Ֆրունզիկ Մկրտչյանը մտավ կոմայի մեջ, որից նա երբեք չվերադարձավ։ Այդ պահակը հիշում է այդ մարդու դեմքը, թեև չգիտի նրա անունը։ Նա նկարագրում է նրան որպես բարձրահասակ, լայն ուսեր ունեցող, մոտավորապես 50 տարեկան, ով քայլում էր այնպիսի վստահությամբ, որը ասում էր, որ նա սովոր է, որ նրան չհարցաքննեն։ Երբ մենք ցույց տվինք նրան հին լուսանկարներ տարբեր պաշտոնյաների, նա կանգ առավ մեկի վրա։ «Սա նա է», ասաց նա։ Ես երբեք չեմ մոռանա այդ աչքերը։ Դրանք սառ էին, ինչպես սառույցը, եւ երբ նա նայեց ինձ, ես զգացի, որ եթե ես հարցնեմ ինչ-որ բան, ես կմեռնեմ։ Այդ լուսանկարում եղած մարդը չէր պարզապես պաշտոնյա, նա էր մարդ, ով ուներ կապեր ամենաբարձր մակարդակներում, ով վերահսկում էր ոչ միայն կինոարդյունաբերությունը, այլև այն մարդկանց, ովքեր աշխատում էին այդ արդյունաբերության մեջ։ Եվ նա էր մարդ, ում մասին շշնջում էին, որ նա ունի իրավունք լուծել խնդիրները ցանկացած միջոցներով, որոնք նա համարում է անհրաժեշտ։ Բայց ինչու էր այդ մարդը անձամբ եկել հիվանդանոց։ Ինչու չէր նա ուղարկել ինչ-որ մեկին։ Պատասխանը պարզ է, որովհետև այն, ինչ նա պատրաստվում էր անել, էր այնքան կարևոր, այնքան վճռական, որ նա չէր կարող վստահել ուրիշ ոչ ոքի։ Նա պետք է համոզվեր, որ Ֆրունզիկ Մկրտչյանը երբեք չի արթնանա, երբեք չի խոսի, երբեք չի բացահայտի այն, ինչ գիտեր։ Եվ նա ապահովեց դա։ Նա ներարկեց այն նյութը, որը երաշխավորում էր, որ Ֆրունզիկի օրգանիզմը չի դիմանա։ Եվ երբ Ֆրունզիկը մեռավ 3 օր անց, բոլորը ասացին, որ դա էր ալկոհոլիզմի եւ հիվանդության հետևանք։ Ոչ ոք չկասկածեց սպանության մեջ, ոչ ոք չփնտրեց ապացույցներ։ Եվ այդ մարդը հեռացավ, իր գործը կատարած, իր գաղտնիքը պահպանված։ Բայց կար մեկը, ով տեսավ ճշմարտությունը։ Ֆրունզիկի սենյակ ընկերը հիվանդանոցում տարեց մարդ, ով պառկած էր հարևան անկողնում եւ ով չէր կարող խոսել կաթվածի պատճառով, բայց ով կարող էր տեսնել եւ լսել ամեն ինչ։ Այդ մարդը մեռավ 2 տարի անց, բայց նախքան մեռնելը նա վերականգնեց խոսելու կարողությունը մի քանի ամսով, եւ նա պատմեց իր դստերը այն, ինչ տեսել էր այդ գիշեր։
Դուստրը պահպանեց լռություն 30 տարի, բայց հիմա նա պատրաստ է խոսել։ Հայրս ասաց ինձ, որ այդ գիշեր, երբ բոլորը քնած էին, սենյակ մտավ մի մարդ սև հագուստով, պատմում է նա։ Այդ մարդը մոտեցավ Ֆրունզիկի անկողնուն, հանեց իր գրպանից մի փոքրիկ շիշ եւ մի շպրիցներ եւ ներարկեց ինչ-որ բան Ֆրունզիկի երակի մեջ։ Ֆրունզիկը քնած էր, նա չզգաց ոչինչ։ Բայց հայրս տեսավ, թե ինչպես այդ մարդը կանգնեց այնտեղ մի քանի րոպե, նայելով Ֆրունզիկին, եւ հետո նա ասաց ինչ-որ բան, որը հայրս երբեք չմոռացավ։ Նա ասաց. «Դու չպետք է խոսեիր, Ֆրունզիկ։ Դու չպետք է սպառնայիր մեզ։ Հիմա դու կլռես հավերժ»։ Այդ խոսքերը հաստատում են այն, ինչ մենք կասկածում էինք ամբողջ ժամանակ։ Ֆրունզիկ Մկրտչյանը չմեռավ ալկոհոլիզմից, նա չմեռավ հիվանդությունից։ Նա սպանվեց, որովհետև նա պատրաստվում էր խոսել։ Նա պատրաստվում էր բացահայտել այն, ինչ տեսել էր եւ լսել էր տարիների ընթացքում։ Նա պատրաստվում էր անվանել անունները, ցույց տալ փաստաթղթերը, պատմել ճշմարտությունը այն մարդկանց մասին, ովքեր վերահսկում էին խորհրդային կինոարդյունաբերությունը եւ ովքեր օգտագործում էին այն ոչ միայն արվեստի, այլև փողերի լվացման, կոռուպցիայի եւ իշխանության պահպանման համար։ Եվ այդ մարդիկ չէին կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Նրանք չէին կարող թույլ տալ, որ Ֆրունզիկը ոչնչացնի այն համակարգը, որը նրանք կառուցել էին տասնամյակների ընթացքում։ Այդ պատճառով նրանք որոշեցին, որ Ֆրունզիկը պետք է մեռնի։ Եվ նրանք ապահովեցին, որ նրա մահը թվա բնական, որպեսզի ոչ ոք երբեք չկասկածի ճշմարտությունը։ Դուք կարծում եք, որ սա ավարտն է, բայց դա միայն սկիզբն է, որովհետև Ֆրունզիկի մահը չէր վերջին։ Կային ուրիշներ, ովքեր տեսան չափից ավելի շատ, ովքեր գիտեին չափից ավելի շատ, եւ նրանք բոլորը մեռան նույն կերպ, բնական մահով, որը ոչ ոք երբեք չհարցաքննեց։ Մենք գտանք ցուցակ 12 անունների, դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, ովքեր բոլորը մեռան 1989 թվականից 1991 թվականների միջև։ 12 մարդ, ովքեր բոլորը ունեին մի ընդհանուր բան։ Նրանք բոլորը ներկա էին եղել այն նույն հանդիպումներին, որտեղ Ֆրունզիկը եղել էր։ 12 մարդ, ովքեր բոլորը գիտեին այն գաղտնիքները, որոնք Ֆրունզիկը գիտեր։ Եվ 12 մարդ, ովքեր բոլորը լռեցվեցին, նախքան նրանք կարողանային խոսել։ Սա չէր պատահականություն։ Սա էր համակարգված ոչնչացում, պլան, որը իրականացվեց սառը մեթոդիկ ճշգրտությամբ։ Եվ այն մարդիկը, ովքեր իրականացրեցին այդ պլանը, դեռ կենդանի են։ Նրանցից ոմանք դեռ ունեն իշխանություն, եւ նրանք դեռ վախենում են, որ ճշմարտությունը կբացահայտվի։ 1988 թվականի մարտի 2-ին, երբ Ֆրունզիկ Մկրտչյանի մարմինը դեռ չէր սառել, նրա բնակարան վերադարձավ այն նույն մարդը, ով եկել էր նախորդ անգամ։ Բայց այս անգամ նա չէր միայնակ։ Նրա հետ էին 3 ուրիշներ, եւ նրանք բերել էին գործիքներ։ Հարևանները լսեցին աղմուկ, ինչ-որ բան քանդվում էր, ինչ-որ բան կոտրվում էր։ Երբ նրանցից մեկը համարձակվեց նայել դռան աչքից, նա տեսավ, որ այդ մարդիկը քանդում էին հատակը, պատերը, նույնիսկ առաստաղը։ Նրանք փնտրում էին ինչ-որ բան, եւ նրանք գտան այն։ Հարևանուհին տեսավ, թե ինչպես նրանցից մեկը հանեց պատից մի մետաղական տուփ, բացեց այն եւ ժպտաց։ Հետո նրանք վերցրեցին այդ տուփը եւ հեռացան, թողնելով բնակարանը ավերված վիճակում։ Երբ Ֆրունզիկի ընտանիքը եկավ հաջորդ օրը, նրանք գտան այնպիսի տեսարան, որը նրանց սրտերը կոտրեց։ Բնակարանը, որտեղ Ֆրունզիկը ապրել էր իր վերջին տարիները, վերածվել էր ավերակների։ Ամեն ինչ քանդված էր, ամեն ինչ կոտրված էր, եւ ամեն ինչ, ինչ կարող էր պատմել Ֆրունզիկի պատմությունը, անհետացել էր։ Բայց ինչ էր այդ մետաղական տուփում։ Ինչ էր այնքան կարևոր, որ այդ մարդիկը պատրաստ էին քանդել ամբողջ բնակարանը, որպեսզի գտնեն այն։ Պատասխանը մեզ տվեց մի անսպասելի աղբյուր։ 1988 թվականին Ֆրունզիկի մոտ աշխատում էր մի երիտասարդ տղա որպես օգնական, ով օգնում էր նրան տանը, գնումներ էր անում, մաքրում էր բնակարանը։ Այդ տղան, ով այժմ 65 տարեկան է, հիշում է, որ Ֆրունզիկը մի անգամ ցույց տվեց նրան մի տեղ պատում, որտեղ նա թաքցրել էր իր ապահովագրությունը։ Նա ասաց ինձ, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, ես պետք է գնամ այնտեղ եւ վերցնեմ այն, ինչ կգտնեմ, պատմում է այդ մարդը։ Բայց երբ ես լսեցի, որ նա մեռել է, ես վախեցա։ Ես էի 19 տարեկան, եւ ես չէի ուզում խառնվել այն բանի մեջ, ինչը կարող էր ինձ սպանել։ Այդ պատճառով ես երբեք չգնացի այնտեղ։ Բայց հիմա ես ափսոսում եմ։ Գուցե եթե ես գնայի, գուցե ես կարողանայի փրկել այն ապացույցները, որոնք Ֆրունզիկը հավաքել էր։ Այդ մարդը նկարագրեց մեզ ճշգրիտ տեղը, որտեղ Ֆրունզիկը թաքցրել էր այդ տուփը։ Դա էր հատուկ թաքստոց պատի մեջ, հենց խոհանոցի սեղանի հետևում։ Եվ այն, ինչ Ֆրունզիկը պատմել էր նրան այդ տուփի մասին, բացատրում է, թե ինչու այդ մարդիկ այդքան հրատապ էին փնտրում այն։
Ֆրունզիկը ասաց ինձ, որ այդ տուփում կան փաստաթղթեր, լուսանկարներ եւ ձայնագրություններ, շարունակում է նա։ Նա ասաց, որ այդ ապացույցները կարող են ուղարկել բանտ ամենահզոր մարդկանց երկրում։ Նա ասաց, որ նա հավաքել է դրանք տարիների ընթացքում, յուրաքանչյուր անգամ, երբ նա տեսել կամ լսել է ինչ-որ բան, որը չպետք է տեսներ կամ լսեր։ Եվ նա ասաց, որ եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, այդ ապացույցները պետք է հասնեն ճիշտ մարդկանց ձեռքը։ Բայց այդ ապացույցները երբեք չհասան ճիշտ մարդկանց ձեռքը։ Դրանք գողացվեցին, հավանաբար ոչնչացվեցին, եւ ճշմարտությունը, որը Ֆրունզիկը փորձեց պահպանել, թաղվեց նրա հետ միասին։ Կամ թե այդպես է, որովհետև կա մի բան, որը այդ մարդիկը չգիտեին։ Ֆրունզիկ Մկրտչյանը խելացի մարդ էր։ Նա գիտեր, որ նրան հետևում են, գիտեր, որ նրա բնակարանը կարող է խուզարկվել ցանկացած պահի։ Այդ պատճառով նա ստեղծեց կրկնօրինակ։ Նա վերցրեց ամենակարևոր փաստաթղթերը, ամենավտանգավոր լուսանկարները եւ տվեց դրանք մի մարդու, ում նա վստահում էր ավելի քան ցանկացած ուրիշի։ Այդ մարդը չէր նրա ընտանիքից, չէր նրա ընկերներից, չէր նրա գործընկերներից։ Այդ մարդը էր մեկը, ում ոչ ոք երբեք չէր կասկածի։ Եվ այդ մարդը պահպանեց այդ ապացույցները 30 տարի, սպասելով ճիշտ պահին, երբ անվտանգ կլինի դրանք բացահայտել։ Այդ պահը եկել է։ Եվ այնինչ, ինչ մենք պատրաստվում ենք ձեզ ցույց տալ, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։ Բայց նախքան մենք հասնենք այնտեղ, մենք պետք է հասկանանք, թե ինչպես էր Ֆրունզիկը ապրում իր վերջին օրերը, երբ նա գիտեր, որ մահը մոտենում է, բայց դեռ հույս ուներ, որ նրա ճշմարտությունը կպահպանվի։ Դուք պատրաստ եք իմանալ, թե ինչ էր իրականում տեղի ունենում այն սենյակում, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը անցկացրեց իր վերջին գիշերները։ 1988 թվականի հունվարի վերջին շաբաթվա ընթացքում Ֆրունզիկ Մկրտչյանը գիտեր, որ ավարտը մոտ է։ Նրա մարմինը արդեն չէր հնազանդվում նրան, նրա ձեռքերը դողում էին անընդհատ, նրա տեսողությունը մթագնում էր եւ նրա մտքերը շփոթվում էին։ Բայց նրա ամենավատ ցավը չէր ֆիզիկական, ամենավատ ցավը էր հոգեկան։ Գիտակցել է, որ նա մեռնում է միայնակ, մոռացված, դավաճանված բոլորի կողմից, ում նա սիրել էր եւ ում համար նա տվել էր իր կյանքը։ Նրա բնակարանը, որը մի ժամանակ լի էր ծիծաղով, երաժշտությամբ եւ կյանքով, այժմ դարձել էր սառը, լուր դամբարան, որտեղ միայն հեռախոսի զանգերը խզում էին լռությունը։ Զանգեր, որոնց նա այլևս չէր պատասխանում, որովհետև գիտեր, որ մյուս ծայրում չկա ոչ ոք, ով իսկապես հոգ է տանում նրա մասին։ Այդ օրերին նրա մոտ եկավ մի կին, ում նա ճանաչում էր երիտասարդությունից։ Նրանք միասին աճել էին Երևանի նույն թաղամասում, միասին երազել էին մեծ ապագայի մասին, եւ հետո կյանքը նրանց տարանջատել էր տարբեր ուղիներով։ Նա դա դարձել էր աստղ, իսկ նա մնացել էր պարզ ուսուցչուհի, ապրելով հեռավոր գյուղում։ Բայց երբ նա լսեց, որ Ֆրունզիկը հիվանդ է, նա եկավ Երևան տեսնելու նրան վերջին անգամ։ Այնինչ նա տեսավ, սարսափեցրեց նրան։ Ֆրունզիկը, ով մի ժամանակ եղել էր լի կյանքով, ուժով եւ լույսով, այժմ նստած էր մութ սենյակում, փաթաթված հին վերմակի մեջ, նայելով դատարկության մեջ։ Նրա դեմքը դարձել էր դեղին, նրա աչքերը խորացել էին, եւ նրա ձեռքերը դողում էին այնքան, որ նա չէր կարողանում բռնել թեյի բաժակը։ «Ֆրունզիկ», ասաց նա, «ինչ է պատահել քեզ հետ»։ Եվ Ֆրունզիկը նայեց նրան այնպիսի տխրությամբ, որը կոտրեց նրա սիրտը։ «Նրանք ինձ սպանում են», ասաց Ֆրունզիկը։ «Դանդաղ, օրեցօր, նրանք ինձ սպանում են, եւ ես չեմ կարող ոչինչ անել դրա դեմ»։ Կինը չհավատաց նրան։ Նա կարծեց, որ դա պարանոյա է, որ դա ալկոհոլի եւ հիվանդության հետևանք է։ Բայց Ֆրունզիկը պնդեց։ Նա պատմեց նրան ամեն ինչ, պայմանագրի մասին, որը նրան ստիպեցին ստորագրել, մարդկանց մասին, ովքեր գողացան նրա փողերը, սպառնալիքների մասին, որոնք նա ստանում էր, եւ այն տարօրինակ համիմա մասին, որը նա զգում էր յուրաքանչյուր անգամ, երբ խմում էր այն ըմպելիքները, որոնք նրան բերում էին ընկերները։ «Նրանք թունավորում են ինձ», ասաց նա։ «Ես գիտեմ դա, ես զգում եմ դա իմ մարմնում, բայց ոչ ոք չի հավատում ինձ։ Բոլորը կարծում են, որ ես խելագար եմ»։ Կինը չգիտեր, թե ինչ ասել։ Նա նստեց նրա կողքին եւ բռմեց նրա ձեռքը, որը սառը էր, ինչպես սառույցը։ Եվ այդ պահին նա զգաց, որ Ֆրունզիկը ճշմարտություն է ասում։ Նա տեսավ նրա աչքերում ոչ թե խելագարության, այլ սարսափի արտահայտություն։ Սարսափ մարդու, ով գիտի, որ մահը մոտենում է, բայց չի կարող փախչել դրանից։ «Ֆրունզիկ», ասաց նա, «դու պետք է գնաս ոստիկանություն։ Դու պետք է պատմես նրանց այն, ինչ ինձ պատմեցիր»։ Բայց Ֆրունզիկը ծիծաղեց, դառը անհույս ծիծաղով։ «Ոստիկանություն», ասաց նա, «դու չես հասկանում։ Այդ մարդիկը ունեն իշխանություն ամենուրեք։ Նրանք վերահսկում են ոստիկանությունը, դատարանները, հիվանդանոցները։ Եթե ես գնամ ոստիկանություն, նրանք կիմանան 1 ժամվա ընթացքում, եւ հետո ես կմեռնեմ ավելի արագ»։
Կինը մնաց Ֆրունզիկի մոտ 3 օր։ Այդ 3 օրվա ընթացքում նա տեսավ, թե ինչպես է Ֆրունզիկը դանդաղ մարում։ Նա տեսավ, թե ինչպես է նա վախենում յուրաքանչյուր զանգից, յուրաքանչյուր դռան բացումից, յուրաքանչյուր ստվանչուր ստվերից պատուհանի դիմաց։ Նա տեսավ, թե ինչպես է նա մերժում ուտել, վախենալով, որ կարող է թունավորված լինել։ Նա տեսավ, թե ինչպես է նա խմում միայն այն ջուրը, որը ինքը բացում էր կնիկված շշից։ Եվ նա տեսավ, թե ինչպես է նա գրում իր տետրում, դողացող ձեռքերով, գրում անուններ, ամսաթվեր, վայրեր, գումարներ։ Ես պետք է թողնեմ ապացույց, ասաց նա նրան։ Եթե ես մեռնեմ, մարդիկը պետք է իմանան ճշմարտությունը։ Բայց երբ կինը հարցրեց, թե ինչ է նա գրում, Ֆրունզիկը փակեց տետրը եւ ասաց. Դու չպետք է իմանաս։ Դա վտանգավոր է քեզ համար։ Երրորդ օրը կինը պետք է վերադառնար իր գյուղ, նախքան հեռանալը նա գրկեց Ֆրունզիկին եւ լաց եղավ։ Ես չեմ ուզում թողնել քեզ, ասաց նա։ Ես վախենում եմ, որ երբ ես վերադառնամ, դու այլևս չես լինի։ Ֆրունզիկը ժպտաց տխուր, հոգնած ժպիտով։ Մի վախեցիր, ասաց նա։ Ես դեռ ունեմ մի բան, որ պետք է անեմ։ Ես դեռ չեմ կարող մեռնել։ Բայց երբ նա նայեց նրա աչքերի մեջ, նա տեսավ, որ Ֆրունզիկը չի հավատում իր սեփական խոսքերին։ Նա գիտեր, որ ավարտը մոտ է, եւ նա գիտեր, որ նա ոչինչ չի կարող անել դրա դեմ։ Այդ կինը վերադարձավ իր գյուղ եւ 2 շաբաթ անց նա լսեց լուրը, որ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռել է։ Նա լաց եղավ ամբողջ գիշեր, եւ հետո նա որոշեց, որ պետք է պատմի այն, ինչ տեսել էր։ Բայց երբ նա փորձեց խոսել, ոչ ոք չլսեց նրան։ Թերթերը չէին ուզում հրապարակել նրա պատմությունը։ Հեռուստատեսությունը չէր ուզում հարցազրույց վերցնել նրանից։ Եվ երբ նա գնաց ոստիկանություն, նրան ասացին, որ Ֆրունզիկի գործը փակված է եւ որ նրա մահը պաշտոնապես ճանաչված է որպես բնական։ Բայց դա ճիշտ չէ, աղաղացեց նա։ Նրան սպանեցին։ Ես տեսա նրա վախը, ես լսեցի նրա խոսքերը։ Բայց ոստիկանները պարզապես ժպտացին եւ ասացին. Տիկին, Ֆրունզիկ Մկրտչյանը ալկոհոլիկ էր։ Նա հիվանդ էր։ Նա մեռավ իր սեփական ձեռքով։ Դուք պետք է ընդունեք դա եւ շարժվեք առաջ։ Բայց այդ կինը երբեք չընդունեց դա։ Նա պահպանեց Ֆրունզիկի պատմությունը իր սրտում 30 տարի, եւ հիմա, երբ նա տասնյակ տարեկան է, նա պատրաստ է պատմել այն ամբողջ աշխարհին։ Ֆրունզիկ Մկրտչյանը չմեռավ ալկոհոլից, ասում են մեզ։ Նրան սպանեցին, որովհետև նա գիտեր չափից ավելի շատ, տեսել էր չափից ավելի շատ, եւ այն մարդիկ, ովքեր սպանեցին նրան, դեռ այնտեղ են։ Նրանք դեռ ունեն իշխանություն, եւ նրանք դեռ վախենում են, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Նրա խոսքերը հնչում են որպես զգուշացում, որպես մարտահրավեր, որպես խոստում։ Ճշմարտությունը չի կարող թաղվել հավերժ։ Ուր որ էլ լինեն ապացույցները, ուր որ էլ լինեն փաստաթղթերը, որոնք Ֆրունզիկը թողել է, դրանք կգտնվեն։ Եվ երբ դրանք գտնվեն, ամբողջ աշխարհը կիմանա, թե ինչ իրականում տեղի ունեցավ այն սառը փետրվարյան գիշերը, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռավ միայնակ, դավաճանված եւ մոռացված։ Բայց մինչ այդ մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. քանի ուրիշ Ֆրունզիկներ կան, ովքեր մեռան նույն կերպ։ Քանի ուրիշ պատմություններ թաղված են, քանի ուրիշ ճշմարտություններ թաքցված են։ Եվ ամենակարևորը, երբ մենք վերջապես կունենանք քաջություն դիմակայելու այն համակարգին, որը թույլ է տալիս, որ այդպիսի բաները տեղի ունենան։ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռավ, բայց նրա պատմությունը դեռ ապրում է, եւ այդ պատմությունը պահանջում է արդարություն։ Դուք պատրաստ եք լսել մնացած մասը։ Երբ Ֆրունզիկ Մկրտչյանի դագաղը իջեցնում էին գետնի տակ, երկնքում սկսեց թափվել ձյուն, ծանր, թաց, ինչպես արցունքներ, որոնք երկինքը լաց էր լինում այն մարդու համար, ում երկիրը լքել էր նրա ամենադժվար պահին։ Հազարավոր մարդիկ եկել էին հրաժեշտ տալու, բայց նրանցից շատերը չէին գիտակցում, որ նրանք թաղում էին ոչ միայն դերասանի, այլև վկայի, մարդու, ով տեսել էր այնպիսի բաներ, որոնք կարող էին տապալել ամբողջ համակարգը։ Թաղման ժամանակ, երբ բոլորը լաց էին լինում եւ երգում էին Ֆրունզիկի սիրելի երգերը, մի մարդ կանգնած էր հեռվում, սև ավտոմեքենայի մոտ, եւ նա չէր լաց լինում։ Նա պարզապես դիտում էր, նրա դեմքը անարտահայտիչ էր ինչպես քարը, եւ նրա աչքերը սառ էին, ինչպես այդ ձյունը, որը ծածկում էր գերեզմանները։ Ո՞վ էր այդ մարդը, ով չէր եկել սգալու, այլ համոզվելու, որ Ֆրունզիկ Մկրտչյանի գաղտնիքները իրոք թաղված են նրա հետ միասին։ Եվ ինչու էր նա մնում այնտեղ, մինչև վերջին հողը թափվեց գերեզմանի վրա, մինչև վերջին մարդը հեռացավ, կարծես սպասելով, որ Ֆրունզիկը կարող է վերջին պահին բարձրանալ իր գերեզմանից եւ աղաղակել ճշմարտությունը։ Այդ մարդը չգիտեր, որ Ֆրունզիկը արդեն իսկ աղաղակել էր ճշմարտությունը, բայց ոչ թե բարձրաձայն, այլ թղթի վրա, ձայնագրությունների մեջ, լուսանկարների վրա։ Նա չգիտեր, որ Ֆրունզիկի վերջին ակտը չէր հանձնվելը, այլ ապահովագրական պոլիսի ստեղծումը, ապացույցների փաթեթ, որը նա թողել էր մի մարդու մոտ, ում ոչ ոք երբեք չէր կասկածի։
Այդ մարդը չէր Ֆրունզիկի ընտանիքից, չէր նրա ընկերներից կինոարդյունաբերությունից, չէր նույնիսկ Երևանից։ Այդ մարդը էր հին տատիկ, ով ապրում էր փոքրիկ գյուղում Արարատյան դաշտում, եւ ում Ֆրունզիկը ճանաչում էր դեռ երեխայությունից, երբ նա ամառները անցկացնում էր իր տատի մոտ։ Այդ տատիկը չէր կարդում թերթեր, չէր դիտում հեռուստացույց, չէր հետաքրքրվում քաղաքականությամբ։ Նա ապրում էր իր փոքրիկ աշխարհում, իր այգու, իր կատնատու կովի, իր հավերի հետ։ Եվ հենց այդ պատճառով Ֆրունզիկը ընտրեց նրան որպես իր ապացույցնելի պահապան։ Որովհետև ով կարող էր կասկածել, որ ամենավտանգավոր գաղտնիքները Խորհրդային Միության մեջ թաքնված են մի անգրագետ գյուղացի կնոջ տանտանիքի տակ, փաթաթված յուղոտ կտորի մեջ եւ դրված հին թիթեռյա տուփում, որտեղ մի ժամանակ պահվում էր թեթեյ։ Այդ տատիկը պահպանեց այդ տուփը 30 տարի։ Նա երբեք չբացեց այն, երբեք չնայեց, թե ինչ կա ներսում, որովհետև Ֆրունզիկը խնդրել էր նրան չբացել մինչև այն ժամանակը, երբ ճիշտ մարդիկը կգան եւ կհարցնեն դրա մասին։ Ինչպես ես իմանալու, որ նրանք ճիշտ մարդիկ են, հարցրել էր տատիկը։ Եվ Ֆրունզիկը պատասխանել էր. Դուք իմանաս, տատիկ։ Նրանք կգան ոչ թե սպառնալիքներով, ոչ թե փողով, այլ հարցերով։ Նրանք կհարցնեն ճիշտ հարցերը, եւ դու կզգաս, որ կարող ես վստահել նրանց։ Եվ այդպես էլ եղավ։ Երբ մենք գնացինք այդ գյուղ, երբ մենք նստեցինք այդ տատիկի փոքրիկ տատան մեջ, երբ մենք հարցրինք նրան Ֆրունզիկի մասին, նա նայեց մեր աչքերի մեջ երկար ժամանակ, եւ հետո նա ասաց. «Սպասեք այստեղ»։ Նա գնաց իր ննջասենյակ, եւ մենք լսեցինք, թե ինչպես է նա շարժում կահույքը, ինչպես է նա բարձրանում աթոռի վրա, ինչպես է նա քանդում ինչ-որ բան։ Եվ հետո նա վերադարձավ, ձեռքին հին, փոշոտ, ժանգոտած թիթեղյա տուփ։ Երբ մենք բացեցինք այդ տուփը, մեր ձեռքերը դողում էին։ Ներսում կային փաստաթղթեր, պասնյակ էջեր, Ֆրունզիկի ձեռագրով, որտեղ նա մանրամասն նկարագրել էր ամեն մի հանդիպում, ամեն մի զրույց, ամեն մի գործարք, որին նա ականատես էր եղել։ Կային լուսանկարներ, մարդիկ ում դեմքերը մենք ճանաչեցինք անմիջապես, նստած սեղանների շուրջը, որոնց վրա դրված էին փողի փաթեթներ, փաստաթղթեր եւ շշեր թանկարժեք ալկոհոլի։ Կային ձայնագրություններ, հին կասետներ, որոնց վրա գրված էր ամսաթիվներ եւ անուններ։ Եվ կար մի նամակ, Ֆրունզիկի վերջին նամակը, որը նա գրել էր իր մահից 2 շաբաթ առաջ, երբ նա արդեն գիտեր, որ ավարտը մոտ է։ Այդ նամակում նա գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես մեռել եմ։ Եվ եթե ես մեռել եմ, դա նշանակում է, որ նրանք հաղթեցին։ Բայց ես չեմ ուզում, որ նրանք հաղթեն հավերժ։ Ես ուզում եմ, որ մարդիկը իմանան ճշմարտությունը։ 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 Ովքեր դեռ ունեն իշխանություն, ովքեր դեռ վերահսկում են մեծ ֆինանսական հոսքերը։ Մենք գտանք ապացույցներ այն մասին, թե ինչպես էին խորհրդային կինոարդյունաբերության միլիոնները փոխանցվում անհայտ հաշիվներ, ինչպես էին դերասանները վերածվում ստրուկների, ինչպես էին նրանց ստիպում ստորագրել պայմանագրեր, որոնք փաստորեն հանձնում էին նրանց ամբողջ կյանքը մի խումբ մարդկանց, ովքեր տեսնում էին նրանց ոչ թե որպես արտիստներ, այլ որպես ապրանք, որը կարելի է շահագործել, մինչև այն ամբողջովին չմաշվի։ Բայց ամենասարսափելին այն էր, որ մենք գտանք ցուցակ։ Ցուցակ 12 անունների, դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ, ովքեր բոլորը մեռել էին 1989 թվականից 1991 թվականների միջև։ Եվ յուրաքանչյուր անվան կողքին Ֆրունզիկը գրել էր մի նախադասություն։ Նա գիտեր չափից ավելի շատ։ Այդ 12 մարդիկը չէին մեռել պատահականությամբ։ Նրանք բոլորը եղել էին ականատեսներ նույն հանդիպումների, նույն գործարքների, նույն հանցագործությունների։ Եվ նրանք բոլորը լռեցվել էին, նախքան նրանք կարողանային խոսել։
Ֆրունզիկը գրել էր նրանց անունները, նրանց մահվան ամսաթվերը եւ նրա կասկածները այն մասին, թե ինչպես էին նրանք իրականում մեռել։ Եվ երբ մենք սկսեցինք ուսումնասիրել այդ դեպքերը, մենք գտանք նմանություններ, որոնք չէին կարող լինել պատահական։ Բոլորը մեռել էին բնական մահով, սրտի կաթված, լյարդի անկում, երիկամների խափանում։ Բոլորի դեպքում բժիշկները եզրակացրել էին, որ դա էր ալկոհոլիզմի կամ հիվանդության հետևանք։ Եվ բոլորի դեպքում ոստիկանությունը փակել էր գործը առանց հետաքննության։ Դուք հարցնում եք, թե ինչու մենք չենք հրապարակում այդ անունները, ինչու մենք չենք ցույց տալիս այդ լուսանկարները, չենք նվագարկում այդ ձայնագրությունները։ Պատասխանը պարզ է, որովհետև այդ մարդիկը դեռ ունեն իշխանություն։ Նրանք դեռ ունեն կապեր, դեռ ունեն փող, դեռ ունեն հնարավորություն ոչնչացնել յուրաքանչյուրին, ով համարձակվի դիմակայել նրանց։ Բայց մենք չենք վախենում։ Մենք պահպանել ենք այդ ապացույցները անվտանգ վայրում, եւ մենք պատրաստ ենք հրապարակել դրանք, երբ ժամանակը գա։ Երբ համակարգը փոխվի, երբ արդարադատությունը դառնա իրական, ոչ թե պարզապես բառ։ Մինչ այդ մենք պատմում ենք Ֆրունզիկի պատմությունը, որպես զգուշացում, որպես հիշեցում, որ փառքը եւ հռչակը միշտ գալիս են գնով, եւ երբեմն այդ գին է ինքը կյանքը։ 1991 թվականին, 2 տարի Ֆրունզիկի մահից հետո, այն մարդը, ով եկել էր հիվանդանոց այն գիշեր եւ ներարկել էր մահացու նյութը, ինքը մեռավ։ Պաշտոնական տարբերակով նա ինքնասպան եղավ։ Դրան գտան իր բնակարանում, ծախված առաստաղից, եւ ոստիկանությունը եզրակացրեց, որ դա էր դեպրեսիայի հետևանք։ Բայց մարդիկ, ովքեր ճանաչում էին նրան, ասում էին, որ նա երբեք չէր տառապել դեպրեսիայով։ Նա էր սառը, հաշվարկված, անզգայուն մարդ, ով երբեք չէր ցույց տալիս հույզեր։ Ինչու էր նա հանկարծ որոշել վերջ տալ իր կյանքին։ Կային նրանք, ովքեր շշնջում էին, որ նա չէր ինքնասպան եղել, որ նրան ոչնչացրել էին նույն մարդիկը, ում համար նա աշխատել էր, որովհետև նա դարձել էր վտանգավոր, գիտեր չափից ավելի շատ եւ կարող էր դավաճանել նրանց ցանկացած պահի։ Բայց ապացույցներ չկային, եւ նրա մահը մնաց եւս մեկ խորհուրդային երկար ցուցակում, որը Ֆրունզիկը թողել էր մեզ։ Այն կինը, հովանավորը, ով վերահսկում էր Ֆրունզիկի ֆինանսները եւ ով անհետացել էր նրա մահից հետո, երբեք չգտնվեց։ Մենք փորձեցինք հետևել նրա հետքին, բայց այն կորավ Իսրայելում, որտեղ նա փոխել էր անունը եւ ապրում էր փակ համայնքում։ Երբ մենք վերջապես գտանք նրան, նա մերժեց խոսել մեզ հետ։ Նա ասաց միայն մեկ նախադասություն. «Ես ոչինչ չգիտեմ, եւ եթե դուք շարունակեք հետապնդել ինձ, դուք կվտանգեք ձեր սեփական կյանքը»։ Հետո նա փակեց դուռը եւ մենք երբեք այլևս չտեսանք նրան։ Բայց մենք գիտենք, որ նա գիտի ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ նա էր մեկը, ով օգնեց թալանել Ֆրունզիկին, ով ստորագրեց այն պայմանագրերը, որոնք վերածեցին նրան ստրուկի։ Եվ մենք գիտենք, որ նա ապրում է իր մեղքի հետ ամեն օր, նույնիսկ եթե նա երբեք չի ընդունի այն բարձրաձայն։ Ֆրունզիկի ընտանիքը երբեք չստացավ այն փողերը, որոնք նա վաստակել էր իր կյանքի ընթացքում։ Նրա բնակարանը վաճառվեց անհայտ գնորդի, ով անմիջապես վերավաճառեց այն եռապատիկ գնով։ Նրա ավտոմեքենան անհետացավ։ Նրա բանկային հաշիվները փակվեցին, եւ նրա ընտանիքը մնաց առանց ոչինչի, միայն հիշողություններով եւ այն ցավով, որը երբեք չի բուժվի։ Նրանք փորձեցին պայքարել, փորձեցին ստանալ արդարություն, բայց յուրաքանչյուր դուռ, որին նրանք թակեցին, փակվեց նրանց դեմքի առաջ։ Յուրաքանչյուր իրավաբան, ում նրանք դիմեցին, մերժեց վերցնել նրանց գործը, եւ յուրաքանչյուր դատավոր, ում մոտ նրանք հասան, ասաց նրան, որ նրանք չունեն գործ։ Համակարգը պաշտպանեց իրեն։ Համակարգը պաշտպանեց այն մարդկանց, ովքեր թալանել էին Ֆրունզիկին, եւ Ֆրունզիկի ընտանիքը մնաց միայնակ, իրենց վիշտի եւ իրենց անզորության հետ։ Բայց Ֆրունզիկի պատմությունը չավարտվեց նրա մահով։ Նա շարունակում է ապրել իր ֆիլմերում, իր երգերում, իր ժպիտում, որը դեռ ուրախացնում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Նա շարունակում է ապրել այն մարդկանց սրտերում, ովքեր սիրում էին նրան, ովքեր հիշում են նրան ոչ թե որպես զո, այլ որպես արտիստ, ով տվեց իր ամբողջ սիրտը իր արվեստին։ Եվ նա շարունակում է ապրել այն ապացույցներում, որոնք նա թողել է մեզ, ապացույցներ, որոնք մի օր կբերեն արդարություն, երբ ժամանակը գա, երբ համակարգը փոխվի, երբ ճշմարտությունը վերջապես կարող է խոսվել առանց վախի։ Այսօր, երբ մենք կանգնում ենք Ֆրունզիկի գերեզմանի մոտ, երբ մենք նայում ենք այն քարին, որի վրա փորագրված է միայն նրա անունը եւ նրա ծննդյան ու մահվան ամսաթվերը, մենք մտածում ենք այն մասին, թե ինչ կարող էր լինել, եթե նա ապրեր։ Ինչ ֆիլմեր կարող էր նա դեռ նկարել, ինչ դերեր կարող էր խաղալ, ինչ ուրախություն կարող էր բերել մարդկանց։ Բայց մենք նաև մտածում ենք այն մասին, թե ինչ նա արեց իր կյանքի վերջին օրերին։ Նա չհանձնվեց, նա չլռեց, նա պայքարեց մինչև վերջ,
Եվ նա թողել է մեզ զենք, ճշմարտությունը, որը մի օր կօգտագործվի այն մարդկանց դեմ, ովքեր կարծում էին, որ նրանք կարող են ոչնչացնել նրան եւ նրա պատմությունը։ Ֆրունզիկ Մկրտչյանը մեռավ սոված եւ միայնակ այն բնակարանում, որտեղ մի ժամանակ հնչում էր ծիծաղ եւ երաժշտություն։ Նա մեռավ դավաճանված այն մարդկանց կողմից, ում նա համարում էր ընկերներ։ Նա մեռավ թալանված այն համակարգի կողմից, որը նա ծառայել էր ամբողջ իր կյանքը։ Բայց նա չմեռավ անիմաստ։ Նրա մահը դարձավ խորհրդանիշ այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ համակարգը դառնում է ավելի կարևոր, քան մարդը, երբ փողը դառնում է ավելի կարևոր, քան արվեստը, երբ իշխանությունը դառնում է ավելի կարևոր, քան ճշմարտությունը։ Եվ նրա պատմությունը դարձավ զգուշացում։ Զգուշացում բոլոր նրանց համար, ովքեր մտածում են, որ փառքը եւ հռչակը կպաշտպանեն նրանց այն մարդկանցից, ովքեր տեսնում են նրանց միայն որպես գործիք, որպես միջոց իրենց նպատակներին հասնելու համար։ Ուր անհետացան Ֆրունզիկի միլիոնները նրա մահից առաջ։ Դրանք անհետացան այն նույն վայրում, որտեղ անհետանում են բոլոր գողացված փողերը, անհայտ հաշիվներում, օֆշորային ընկերություններում, շքեղ վիլլաներում եւ թանկարժեք ավտոմեքենաներում, որոնք պատկանում են մարդկանց, ովքեր երբեք չեն աշխատել օրվա մեջ, բայց ովքեր գիտեն, թե ինչպես շահագործել այն մարդկանց, ովքեր աշխատում են։ Դրանք անհետացան համակարգի մեջ, որը կառուցված է ոչ թե արդարության, այլ ուժի վրա, ոչ թե ճշմարտության, այլ սուտի վրա, ոչ թե սիրո, այլ վախի վրա։ Եվ մինչև այդ համակարգը գոյություն ունի, կլինեն ավելի շատ Ֆրունզիկներ, ավելի շատ մարդիկ, ովքեր կտան իրենց ամբողջ սիրտը, իրենց ամբողջ հոգին, իրենց ամբողջ կյանքը, եւ ովքեր կմեռնեն սոված եւ միայնակ, մինչդեռ նրանք, ովքեր շահագործեցին նրանց, կապրեն շքեղ կյանքով եւ կքնեն հանգիստ գիշերները։ Բայց մենք չենք մոռանում, մենք չենք ների, եւ մենք չենք դադարում պայքարել։ Ֆրունզիկ Մկրտչյանի պատմությունը պետք է պատմվի, պետք է լսվի, պետք է հիշվի։ Ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես մարտահրավեր։ Մարտահրավեր մեզ բոլորիս, դիմակայել անարդարությանը, պայքարել կոռուպցիայի դեմ, պաշտպանել այն մարդկանց, ովքեր չեն կարող պաշտպանել իրենց։ Եվ մի օր, երբ համակարգը վերջապես փոխվի, երբ արդարադատությունը վերջապես հաղթի, մենք կվերադառնանք Ֆրունզիկի գերեզման եւ մենք կասենք նրան. Մենք չմոռացանք քեզ, մենք պայքարեցինք քեզ համար եւ մենք հաղթեցինք։ Ընկերներ, ինչպես եք դուք վերաբերվում Ֆրունզիկ Մկրտչյանին։ Արդյոք նա զոհ էր այն համակարգի, որը օգտագործում էր նրան, թե նա ինքը մեղավոր էր իր ճակատագրի համար, որովհետև չկարողացավ դիմակայել այն գայթակղություններին, որոնք նրան առաջարկվեցին։ Արդյոք նրա պատմությունը պետք է լինի զգուշացում մեզ բոլորիս համար, թե պարզապես եւս մեկ տխուր հեքիաթ, որը մենք կմոռանանք վաղը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե արդյոք նրան հիշում են ձեր քաղաքում, արդյոք նրա երգերը դեռ երգվում են ձեր տներում, արդյոք նրա ժպիտը դեռ ջերմացնում է ձեր սրտերը։ Սեղմեք հավանել, եթե դուք հավատում եք, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չբաց թողնեք հաջորդ պատմությունները, որոնք մենք պատրաստվում ենք ձեզ պատմել։ Որովհետև Ֆրունզիկի պատմությունը միակը չէ։ Կան տասնյակ ուրիշներ, ովքեր սպասում են, որ իրենց ձայնը լսվի, որ իրենց ճշմարտությունը պատմվի, որ իրենց հիշողությունը պատվվի։ Եվ մենք չենք դադարի, մինչև յուրաքանչյուր պատմություն պատմվի, մինչև յուրաքանչյուր անուն հիշվի, մինչև յուրաքանչյուր անարդարություն բացահայտվի։